Շնորհակալ եմ այս քննարկումը կազմակերպելու համար Հայաստան խմբակցությանը, ընդդիմադիր պատգամավորներին։ Այս իշխանությունները եւ այս ռեժիմի պարագլուխը մշտապես խոսում է աննախադեպ արդյունքներից։ Դրական իմաստով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ աննախադեպ արդյունք չի արձանագրել, փոխարենը աննախադեպ է հողերի հանձնման գործում այս իշխանությունը, աննախադեպ է քաղբանտարկյալների հարցում այս իշխանությունը եւ քաղբանտարկյալների գործը կարծեք թե արտադրական մասշտաբների է հասել եւ դատարանները հաճախ չեն էլ հասցնում այն գործերի հետևից, որ այս իշխանությունները տանում են։ Այս ֆոնին, երբ ժողովուրդը, ընդդիմադիրները խոսում են քաղաքական բանտարկյալների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարոզչական մի թեզ է բերել եւ ես որպես լրագրող նաեւ հենց այդ թեզի մասին կուզեմ խոսել, որ ում հետևից մենք գնացինք, ում քրեական գործերը բացեցինք, դուք հայտարարեցիք, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Մի բան ակնհայտ է այստեղ դրված լուսանկարներում մարդկանց առնչվող գործերը հիմնականում մատից ծծված են, ու այս դեպքում Նիկոլ Փաշինյանի մատից են ծծված, բայց եկեք վերցնենք օրինակ, որ ես ուզում եմ բերել օրինակ, որ գործը անգամ կարող է լինել իրականության մեջ, այսինքն հանցագործությունը կարող է գործված լինել, բայց դրա վերաբերյալ գործը եւս կարող է լինել քաղաքական հետապնդում կարող է համարվել։ Ես իհարկե չեմ համարում, որ Դավիթ Համբարձումյանը այն հանցագործությունը, որ իրեն վերագրվում է, արել է, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականին խոչընդոտել է ցուցարարներին գալ միանալ Նիկոլ Փաշինյանի ցույցերին։ Փաստեր չկան, տեսանյութ չկա, որտեղ մենք կարող ենք արձանագրել, որ Դավիթ Համբարձումյանը այդ գործողությունը արել է։ Փոխարենը կա տեսանյութ, որտեղ ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրում Սամվել Ալեքսանյանը, եւ Սամվել Ալեքսանյանը հիմա ազատության մեջ է, ավելին, Սամվել Ալեքսանյանը այս իշխանության սիրելի օլիգարխներից մեկն է, ինչպես նախորդ իշխանության սիրելի օլիգարխները։ Ինչու են Դավիթ Համբարձումյանին տարել բանտարկության, իսկ Սամվել Ալեքսանյանը ազատության մեջ է։ Մի պարզ պատճառով։ Ի տարբերություն Դավիթ Համբարձումյանի, Սամվել Ալեքսանյանը Տիգրան Ավինյանի գլխին զոնտիկ է պահել։ Ի տարբերություն մեկ այլ համայնքապետի, Դավիթ Համբարձումյանը երևի թե Աննա Հակոբյանին վարդերով չի դիմավորել Մասիս համայնք գնալուց, չգիտեմ գնացել է թե ոչ։ Եվ այստեղ հենց այս գործը ցույց է տալիս, որ քաղաքական հետապնդում կարող է լինել անգամ այն պարագայում, երբ ենթադրաբար կարող է լինել հանցագործություն։ Մեկ այլ դեպքում Աստվածաշնչային ճշմարտության ճանապարհը ցույց տվող արդարության նվիրյալ Միքայել Սրբազանին բանտարկել են իբրև թե նա ռազմական հեղաշրջման կոչ է արել, որ այդ հեղաշրջման կոչը կարող էր բերել մարդկային կյանքերի կորստի, կարող էր այսպես բախումներ հրահրվել, հա։ Եվ էլի, պարզ է, որ այս գործը հորինված է այս իշխանությունների կողմից։ Բայց պատկերացրեք, կա մարդ, որին մեղադրել է նույն այս ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, որի գործողությունները ըստ Նիկոլ Փաշինյանի բերել են մարդկանց սպանությունների։ Եվ այդ մարդը կրկին մեր սիրելի Սամվել Ալեքսանյանն է, ով ըստ Նիկոլ Փաշինյանի 2016 թվականին տվել է իր նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի մամուլում հայտնի ձկնկուլի սպանության պատվերը։ Եվ իր հետ եւս մի հոգի սպանվեց։ Փաշինյանը այն ժամանակ խորհրդարանի դահլիճում այստեղ նստած հայտարարում էր, թե այդ սպանության պատվերի հետքերը բերում են խորհրդարան, ակնարկելով, որ այդ սպանության հետևում, պատվերի հետևում կանգնած է Սամվել Ալեքսանյանը։ Ուր է Սամվել Ալեքսանյանը, կրկին ազատության մեջ է։ Այս վառ օրինակ եմ ասում, բայց այսպես տասնյակ անուններ կարելի է տալ, որ նախորդ համակարգի ամենահանցավոր դեմքերը այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այնպես ինչպես նախկինում էին ծառայում։ Ակնհայտ է, որ իշխանության համար գերխնդիրը հանցագործությունների կանխումն ու բացահայտումը չէ։ Նրանք գնում են այն մարդկանց հետևից, ովքեր խանգարում են իրենց կատարել այն, ինչ իրենց թելադրված է։ Այդ նպատակի համար էլ պատրաստ են եւ հաճախ հորինում են քրեական գործեր։ Ավելին ասեմ, սրանք պետությունը նմանեցրել են ահաբեկչական կառույցի եւ վերջերս ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթով ինչ ասեց։ Ասեց ազգային անվտանգության ծառայությունը
հավաքել է կոմպրոմատներ հոգևորականների մասին եւ այն հոգևորականները, ովքեր չեն ուզում խայտարակվել, պիտի միանան Փաշինյանի նախաձեռնած ապօրինի գործընթացին եկեղեցու դեմ։ Դրանից հետո մենք տեսանք որոշ հոգևորականներ կարծեք թե չուզեցան խայտարակվել։ Եվ վերջում ոմանք կարծում են, թե այս ապօրինությունների քաղաքական հետապնդումների ահաբեկումների համար պետք է անընդհատ թակել արևմտյան կառույցների դուռը ու պահանջել նրանց տեղյակ պահել, այստեղ էլ հնչեցին, չէ, ելույթներ, տեղյակ պահել, որ ախ, այդ արևմուտքը չի տեսել, երևի չգիտի, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա։ Ես ասում եմ, որ դրանք զուր փորձեր են, արևմուտքը ոչ միայն տեսել է, արևմուտքը այդ ամեն ինչի պատվիրատուն է եւ չես կարող դու գնալ մարդասպանության դեմ պայքարել սպանությունը պատվիրողի հետ։ Դա անհնար է։ Եվ չմոռանանք, հա, արևմտյան այդ շրջանակները, ատյանները, որոնցից մենք ինչ-որ մարդու իրավունքների պաշտպանություն ենք ակնկալում, չգիտեմ, ժողովրդավարություն ենք ակնկալում, հա, այդ մարդիկ այսօր համագործակցում են Սիրիայի ժողովրդավար ահաբեկիչների կողմից իշխանության բերված Ալ-Ջուլանի հետ, որը ահաբեկիչ եղել եւ իրենք են հայտարարել 10 միլիոն դոլար էլ գլխագին էին պահանջում նրա համար։ Ավելին ասեմ, վերջերս նկատեցի, որ եվրոպական մի շարք երկրների արդարադատության նախարարներ Սիրիայի արդարադատության նախարարի հետ քննարկում են Սիրիայում արդարադատության վիճակը, Սիրիայի արդարադատության նախարարը հայտնի է նրանով, որ երկու կնոջ գլխատման է մասնակցել տարիներ առաջ։ Այսինքն, ահա այս կարգի արդարադատության նախարար ունեն ու նրա հետ քննարկում են արդարությունը Սիրիայում։ Նրանցից որևէ ակնկալիք իրականում չպետք է ունենալ եւ այո, ես առաջարկում եմ, որ այս հայտարարության մեջ եթե ներգրավված անպայման հիշատակվեն արևմտյան դեսպանատները, որովհետեւ նրանք այս ամեն ինչի հովանավորն են։ Եվրամիության դեսպանը, Միացյալ Նահանգների դեսպանը, Եվրամիության դեսպանը, երբ որ հունիսի 12-ի դեպքերից հետո այսպես գովել էր Փաշինյանական ժողովրդավարությունը, ես միայնակ այս կտրված դաստակի սիմվոլը տարա Եվրամիության դեսպանին նվիրելու իրենց դեսպանատուն 2-3 օր հետո իմացա, որ դեսպանը դիմել է ոստիկանություն, որ հետապնդում սկսեն իմ նկատմամբ, էս է իրանց ժողովրդավարությունը։ Այնպես որ մենք ավարտում ենք, այնպես որ մենք արդարություն պիտի ակնկալենք մեզնից, մենք ինքներս պիտի արդարության պահանջ ունենանք եւ պարոն Սաղաթելյան այստեղ առաջարկ հնչեցրեց միասնականության մասին, կարծում եմ, այո, միասնականություն լավ բան է, բայց պիտի օրինակ այդ միասնականության շրջանակում քննարկել։ Օրինակ, մնացական Մարտիրոսյան, եթե ճիշտ եմ հիշում, դատավորի, որը նախկինների ժամանակ սրանց էր դատում պատվերով, սրանց ժամանակ նախկիններին է դատում պատվերով, արդյոք այդ միասնականության շնորհիվ նոր իշխանության պարագայում դեպքում այդ մնացական Մարտիրոսյանը պետք է գալու այդ իշխանությանը։ Արդյոք Սամվել Ալեքսանյանը պետք է գալու այդ միասնականության արդյունքում եղած իշխանափոխության արդյունքում եկած իշխանության եւ այսպես շարունակ տասնյակ անուններ կարող եմ տալ, այնպես որ այո, միասնականությունը շատ լավ է, բայց պետք է հասկանալ ինչի համար է այդ միասնականությունը։ Եվ վերջում մի կարճ արձանագրում, չնայած բոլորն էլ խախտել են ժամանակի բանը։ Բայց բոլոր դեպքերում մենք ոչ մեր իրավունքներից կօգտվենք, այստեղ լուսանկարներ են դրված։ Բոլորին իհարկե ազատություն եմ մաղթում, բայց շատ խորհրդանշական է, ես կուզեի, որ իրականում Միքայել Սրբազան հենց այդ աթոռին նստած լիներ այս պահին, որպես Հայաստանի վարչապետ, երևի լավագույն լուծումը կլներ։